Մեկնություն երկերքոցի, գլուխ առաջին, Էկլեսիաստես, այսինքն ժողովումն եկեղեցու, որը տրոհված էր սնոտի պաշտամունքների, որովհետև եկեղեցի կոչվում է ժողովուրդը։ Իմացա, որ մարմինը զորացնում է մանկությունը։ Ժողովողի գրքից բերված տեղիները չեն համապատասխանում այսօր հայտնի ընկալյալ թարգմանությանը։ Ինչպես հայտնի է, հայ միջնադարում կենցաղավարել է այդ գրքի մեկ այլ թարգմանություն, որը և, հավանաբար, օգտագործել է Սուրբ Գրիգոր Նարեկացին։ Տես Նորայր ծովական Պողարյան, Ժողովողի հին հայ թարգմանությունները, Սիոն ամսագիր, 1936 թվական, էջ 45-48։ Այսինքն մեղքով ծերացած Ադամի մանկությունը Սուրբ Հոգով գիտակցեց Սողոմոնը, այն մարմինը, որ Քրիստոս մեզանից պիտի փոխ առներ։ Դարձյալ մեր հնացած բնությունը, նույն մարմնով զորացած, մանկանում է, հագնելով լուսեղեն փառքը, որից մերկացավ։ Պիտի բարձրացնի դեպի մեր շտեմարանները։ Եթե դրախտը կամ երկինքն իմանաս, երկուսն էլ կհասկացվեն, ուր Տերը պիտի բարձրացնի մեղքով խոնարհվածներիս։ Եվ եթե մեկը հարցնի, թե ով կատարեց այս փրկությունը, թող լսի։ Մեր Քրիստոս Թագավորը, որ իր գահի վրա իբրև ոսկեղեն զմռսալից արմավ է։ Թագավորող մարմինը միանալով Աստուծո խոսքին, Աստուծո գահի վրա ոսկեղեն արմավ է, մեղքերից մաքուր իբրև ոսկի։ Գուշակում է աստվածությունը մարմնին միացած, այսինքն արմավենուն։ Իսկ ինչու մեր մարմինն արմավենի կոչվեց, որովհետև մեղքերից անբիծ լինելով, նրա մարմինն էր։ Քանզի եթե Դավիթը արդարներին վայելչականության համար ծաղկած արմավենի է ասում, տես Գիրք Սաղմոսաց 91-րդ գլուխ 13-րդ համար, ապա որքան առավել աստվածացած մարմինը։ Եվ զմռսալից, որովհետև մեռելությունը կրեց, որին մոգերի կողմից ընծա էլ բերվեց երկու պատարագներին, առի գուշակություն այս բանի, էլ չեմ ասում, որ թաղման ժամանակ զմռսվեց։ Թագավորը կրկին դեպի մանկություն պիտի դառնա։ Այս բանը կրկնում է առաջին խոսքերը, որ ասաց, թե մարմինը զորացնում է մանկությունը։ Եվ մարդը կոչվում է նաև թագավոր, որովհետև ըստ Աստուծո պատկերի ստեղծվեց։ Թագավորը կրկին դեպի մանկություն պիտի դառնա, այսինքն առաջին փառքին, որ դրախտում ուներ։ Սիրելին իր սենյակում։ Ինչպես որ առաջաբանում շտեմարան կոչեց արքայությունը, ուր պիտի շտեմարաներ արդարներին, նույնն այստեղ դարձյալ սենյակ անվանեց, և սիրելի, որովհետև մարդկանց ավելի սիրեց, քան հրեշտակներին, և հանուն այդ սիրո և մեր բնությունը հագավ։ Երգեցեք սերը, այսինքն թե օրհնեցեք այն սերը, որ այնքան սիրեց, որ իր իսկ մահվամբ այնչափ պարգևներ շնորհեց մեզ։ Սաղմոսարանի մեջ ես եմ։ Երկու բան է հասկացնում այս խոսքը, թե Սաղմոսարանի մեջ գրվածները ես եմ, այսինքն ինչ միջոցներ, որ ձեռնարկեցի հանուն փրկության և կրեցի, գրված է Սաղմոսարանում։ Բայց ես չեմ կամենում մեկ առ մեկ բերել վկայությունները, որովհետև ձգտում եմ համառոտին։ Եվ երկրորդ, եթե մեկը կամենում է սաղմոսերգել իմ սերը Սաղմոսի մեջ, ես եմ, որ սովորեցնում եմ, թե ինչպես պետք է օրհնել։ Այս է վկայում նաև առաքյալը, թե երբ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես է արժանի, բայց ինքը Հոգին բարեխոս է լինում անմռունչ հեծություններով։ Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին 8-րդ գլուխ 26-րդ համար։ Եթե հեծությամբ է քո աղոթելը, Սուրբ Հոգին կսովորեցնի քեզ օրհնության խոսքերը, անբարբար և անմռունչ։
ընկերներիս հետ պիտի երգեմ, այսինքն հրեշտակների հետ, և թե ինչու հրեշտակներն ընկերներ են կոչվում, նախ, որ մենք ևս արարչից ենք գոյացել, երկրորդ, որ հեռու չեղանք հրեշտակների փառքից, այլ փոքր ինչ պակաս, քան հրեշտակները, ինչպես ասում է նաև Դավիթը, տես Գիրք Սաղմոսաց 8-րդ գլուխ 6-րդ համար։ Երգենք և ուրախանանք սիրելի Թագավորի համար, այսինքն մեր Քրիստոս Թագավորի համար, որ սիրեց մեզ։ Ուրախ լինենք կորսված փառքը վերստին ստանալու համար և օրհնությամբ երգենք նրան, թեպետ ծածկված լինենք տեսիլքից։ Սրանով հայտնում է, որ թեպետ Աստված անտեսանելի է, քանի որ մարմնեղեն աչքեր ունենք, անտեսությամբ օրհնենք նրան։ Մեր աչքերը հիսնավոր։ Թվերի մեջ 10 կատարյալ է, և երբ միանում է այլ թվի, ասենք 1-ին, դառնում է 11, և այսպես ըստ կարգի։ Այս է վկայում նաև Աստվածաբանը։ Ակնարկում է Սուրբ Գրիգոր Նազիանզացու Աստվածաբան, խոսք ամենասուրբ Պասքա Աստուծո մերո, երկրորդ ճառի համապատասխան միտքը։ Տես Մաշտոցյան մատենադարան, ձեռագիր 1500, թերթ 737b մինչև 741a։ Արդ ինչպես միավորների մեջ, նույնպես և տասնավորների մեջ, 10 10-ն 100 է, և 5 10-ը 50։ 100-ը կատարյալ թիվ է, ինչպես 10-ը, և 50-ը կես թիվ, ինչպես 5-ը։ Արդ մարդը կես աչք ունի և կատարյալ չէ, այսինքն հիսնավոր է։ Ուրեմն նա ինչպես կարող է տեսնել տեսողությունից, այսինքն հիսնավորից ծածկվածը, նույնիսկ հարյուրավորից, այսինքն հրեշտակներից անտեսանելի է, թեպետև ոչ մեզ պես, բայց կատարյալ չէ։ Տերը ստեղծեց քեզ և հաստատեց քեզ։ Նա ստեղծեց առաջինը և դարձյալ նա վերահաստատեց ընկածին իր նույն փառքի մեջ։ Պատրաստեց քեզ արգանդից, կանանց մեջ գեղեցիկ քո մայրը։ Արգանդը Սուրբ Ավազանն է և մայր է կոչվում Սիոն եկեղեցին, որովհետև Սիոնը մայր է ասվում և նրա մեջ մարդ ծնվեց։ Գիրք Սաղմոսաց 8-րդ գլուխ 6-րդ համար։ Մարմինը պիտի ծնվի մաքուր և անաղարտ այլ տեսողությունից, այսինքն Սուրբ Հոգուց։ Առաքյալը ևս ասում է. վերստին ծնված, ոչ թե ապականացու սերմից, այլ անապականից, Աստուծո կենդանի և մշտնջենական խոսքով։ Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթ, 1 գլուխ 23-րդ համար։ Քանզի այսպիսին ուներ, այսինքն, թե պտուղը ճաշակելուց առաջ այսպիսի մաքուր խղճով անարատ լուսավոր մարմին ունեին։ Եվ կար այս օրհնությունների օրհնությունը։ Սրանով իր հայր Դավթի խոսքերն է վկայակոչում օրհնությունների օրհնություն ասելով, թե Տերն ասաց. «Դու իմ որդին ես, և ես այսօր ծնեցի քեզ»։ Գիրք Սաղմոսաց 2-րդ գլուխ 7-րդ համար։